Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ, այսօր որոշել եմ ձեզ համար պատրաստել գարնանային, գունեղ, համեղ աղցան, բոլորիս կողմից սիրված կեսար աղցանը։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Ուրեմն, սիրելի հետևորդներ, ես այստեղ արդեն ունեմ նախապես մարինացված հավի կրծքամիսը, որը հիմա ես այստեղ թավայի մեջ ավելացրել եմ մի փոքր ձիթայուղ, հիմա կտաքացնեմ թավան և կտապակեմ մեր հավի կրծքամիսը, այնուհետև կմիանա։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ես այստեղ արդեն տապակում եմ մեր հավի կրծքամիսը, որը ես նախօրոք 1 օր շուտ մարինացրել էի համեմունքներով և սոյայի սոուսով։ Հիմա կտապակեմ, պատրաստ լինելուց հետո արդեն մյուս բաղադրիչների հետ միասին կսկսենք պատրաստել մեր աղցանը։ Սիրելի հետևորդներ, աղցանի համար մեզ անհրաժեշտ է պեկինյան կաղամբ, որը ես նախապես արդեն լվացրել և պատրաստել եմ, չերի տեսակի լոլիկ, տապակած մեր հավի կրծքամիսը, այստեղ քերված պանիր ունեմ պարմեզան, ունեմ բրուսկետա տեսակի չորահացեր և հատուկ կեսարաղցանի համար նախատեսված սոուս։ Դե ինչ, սկսենք պատրաստել։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, ես արդեն կտրատում եմ մեր պեկինյան կաղամբը, որը կտրատում եմ ոչ շատ մանր։ Սա կտրատելուց հետո կտեղափոխեմ տարայի մեջ։ Հիմա տեսեք, թե ես ինչպես եմ սա պատրաստում։ Սիրելի հետևորդներ, ուրեմն այստեղ որ կտրատեցի պեկինյան կաղամբը, հիմա ես այստեղ արդեն կավելացնեմ սոուսը, մի լավ կխառնեմ։ Ես ճիշտ ասած շատ փորձել եմ տարբերակներ այլ կերպ պատրաստել կեսարը, բայց այսպես որ նախօրոք կաղամբը խառնում ենք սոուսով, այնուհետև տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ և սկսում ենք հաջորդ շերտերը հավաքել, այդպես ավելի լավ է խառնվում սոուսը, ավելի համեղ է դարձնում։ Մի լավ կխառնենք, որից հետո կտեղափոխեմ ամանի մեջ մատուցվող և կսկսենք կատարել մեր հաջորդ քայլերը։ Ես արդեն կաղամբը տեղավորեցի խառնած վիճակում սոուսի հետ մատուցվող ամսեի մեջ, հիմա երկու մասի կբաժանեմ մեր չերի տեսակի լոլիկը։ Ինչու չեմ լոլիկը խառնում կաղամբի հետ սոուսի հետ, որովհետև լոլիկը ինքը հյութեղ է, այդպես անընդհատ խառնելով ինքը իր ողջ հյութը դուրս կտա և էսթետիկ տեսքը լրիվ կկորցնի։ Փորձում ենք այսպես դասավորել։ Այսպես շատ գունեղ է լինում, իսկական գարնանային գունեղ աղցան է։ Հիմա մենք այստեղ ունեինք նախապես տապակված հավի կրծքամիսը, որը կկտրատենք և կավելացնենք մեր աղցանի վրա։
Աշխատեք շատ հաստ չկտրատել, որպեսզի ուտելու ժամանակ հաճելի լինի։ Հիմա կդասավորենք մեր կտրատած հավի կրծքամիսը աղցանի վրա, այսպես։ Որից հետո վրան կլցնենք մի փոքր պանիրը, քերված մեր, ասեք, որ կեսար աղցանը երևի ամենապահանջված աղցաններից է, որը որ թե ռեստորաններում և թե մեր տներում այն միշտ իր ուրույն տեղը ունի մեր տոնական սեղաններին։ Հիմա վրան կավելացնենք արդեն մեր պատրաստի բրուսկետաները, չորահացերը, որոնք ես շատ եմ սիրում այս աղցանի վրա օգտագործել, այն շատ համեղ է և արդեն պատրաստի վիճակում է, էլ չեք տանջվի, որպեսզի հացերը չորացնեք նախապես։ Դե ինչ, պատրաստ է արդեն մեր աղցանը, խնդրեմ, այն ունի այս տեսքը։ Խնդրեմ, բարի ախորժակ բոլորիս։ Դե ինչ, սիրելի հետևորդներ, հիմա եկավ պահը փորձելու մեր աղցանը, տեսնենք թե ինչպես է այն ստացվել։ Իմ կարծիքով այն ուղղակի տարբերակ չունի համեղ չլինելու, որովհետև բոլոր բաղադրիչները շատ համեղ են արդեն իսկ։ Շատ համեղ է։ Բարի ախորժակ, բարի դիտում բոլորիդ։ Խնդրում եմ բաժանորդագրվել իմ ալիքին, սեղմել զանգակոճակը, մինչ նոր հանդիպում հետաքրքիր բաղադրատոմսերով։